ռելսերից դուրս է եկել եւ վթարի ենթարկվել, ինչի հետևանքով եղել է թունավոր նյութերի արտահոսք։ Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրը անմիջապես սահմանազատվել է։ մի դեպքում գնացքն է ռելսերից դուրս եկել ու վթարի ենթարկվել, մյուս դեպքում քաղաքացին սպառնում են նռնակով պայթեցնել գյուղապետարանի շենքը։ Այլ դեպքերում էլ իրականացվել է մեծաքանակ թմրանյութի շրջանառություն, տեղի է ունեցել 10-ից 11 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Առաջին հայացքից խուճապ առաջացնող այս պատմությունները ոչ այլ ինչ են, քան դասընթացի սիմուլյացիոն հատվածներ։ Ներքին գործերի նախարարության եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի համագործակցությամբ ու Եվրոպական միության ֆինանսավորմամբ մայիսի 5-ից 9 Ծաղկաձորում անցկացվել է Ներքին գործերի նախարարության, ոստիկանության եւ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների համար նախատեսված ռազմավարական հաղորդակցության հնգօրյա դասընթաց։ Նպատակը ճգնաժամային իրավիճակներում ծառայողների հաղորդակցության արդյունավետ կազմակերպումն էր։ Դասընթացը վարում էր փորձագետ Սերջու Վասիլեն։ Ես որպես դասընթացավար շատ բան եմ սովորել ձեզնից, այստեղ հանդիպել եմ փորձառու եւ հմուտ մասնագետների, ովքեր ունեն գործառույթների եւ հաղորդակցության ոլորտում տպավորիչ փորձ։ Մենք բոլորս համակարծիք ենք, որ կարեկցանքը, երկխոսությունը եւ ճիշտ մոտեցումը ցանկացած կազմակերպության հիմքն են, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով կառավարել ցանկացած իրավիճակ։ Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ճգնաժամային իրավիճակների արդյունավետ կառավարման սկզբունքները, հաղորդակցության դերն ու գործընթացի փուլերը, սկսած իրավիճակի գնահատումից, հաղորդակցական ռազմավարության պլանավորումից մինչև իրականացում եւ վերլուծություն։ Ստեղծվել են մոդելավորված ճգնաժամային իրավիճակներ, որոնց ժամանակ մասնակիցները գործնականում փորձարկել են հաղորդակցման տարբեր մեթոդներ։ Մասնավորապես կազմակերպվել են իրավիճակային սիմուլյացիաներ, որոնց ընթացքում ծառայողները գործել են որպես տեղեկատվության փոխանցողներ, ներկայացնելով ճկուն եւ արագ կողմնորոշվող հաղորդակցական մոտեցումներ։ Բեմադրվել են մամուլի ասուլիսներ, որտեղ մասնակիցները հանդես են եկել որպես խոսնակներ, ներկայացնելով իրավիճակի զարգացման ընթացքը, պատասխանատու մարմինների արձագանքն ու իրականացրած քայլերը։ Ձևաչափը նպաստել է ինչպես հրապարակային հաղորդակցության հմտությունների զարգացմանը, այնպես էլ թիմային համագործակցության հղկմանը։ Համապատասխան ժապավեններով սահմանազատում ենք դեպքի վայրը, թույլ չտալով կողմնակի անձանց մուտք գործելու դեպքի վայր։ Ինչ փրկարարների կանչի վայր հասնելը, նախ մենք ճշտում ենք այդ վառելիքի քանակը, քանի վագոն է կա, տուժածների քանակը, քանի մարդ է գտնվել այդ գնացքում, այդ արտահոսքն ենք վերացնում եւ վտանգավորության աստիճանը ճգնաժամային իրավիճակը փոքր-ինչ նվազեցնում է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը կատարում է տեղանքի զննություն եւ պահպանություն, ամենակարևորը, տեսաձայնագրությունների ուսումնասիրություն, ձեռք բերված հաղորդագրությունների վերլուծություն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում անմիջապես պարզվեց նաեւ, որ պատանդ վերցնողը ազգությամբ հայ Դեպքի ակտիվ կոնկրետ կատարողը անցնից ձեռնարկված եւ դատանի որոշում կանոնավորված է։ Ներքին գործերի նախարարության հետ քննարկումների արդյունքում որոշվեց իրականացվել պիլոտային ծրագիր ՀՀ ամբողջ մարզերի համար, որպեսզի զարգացնենք ոստիկանության ծառայողների բոլոր 4 ծառայություններում, պարեկային, քրեական, գվարդիայի եւ համայնքային ոստիկանության, ինչպես նաեւ փրկարար ծառայության աշխատակիցների հմտությունները։ Հնգօրյա դասընթացի ընթացքում ձեռք բերված հմտությունները ծառայողներին հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում ապահովել ճշգրիտ, հետևողական եւ նպատակային հաղորդակցություն։ Այսպիսի վերապատրաստման ծրագրերը իրոք անհրաժեշտ են, ցանկալի եւ շատ ուսուցողական։ Տվյալ դասընթացը նաեւ հաղորդակցություն էր այս 25 անդամների միջև։ Դասընթացը նաև հագեցած էր բազմաթիվ գործնական վարժանքներով, դերախաղերով, ինչը հնարավորություն էր տալիս մասնակիցներին անձամբ փորձարկելու տարբեր իրավիճակներում, համարժեք իրավիճակներում գործելակերպի կանոններ։ Դասընթացի մասնակիցների գնահատականները փաստում են, որ արդյունավետ եւ նպատակային հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում կարող է վճռորոշ դեր ունենալ, ապահովելով հասարակության վստահությունն ու պատասխանատու մարմինների արագ արձագանքը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։